Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ, մարտի 23 Եվ իր քրտինքը որպես արյան մեծ կաթիլներ թափվում էր գետնի վրա։ Ղուկաս ավետարան 22:44 Մեր Տիրոջ մոդալոտ մահվան առաջացրած հոգեկան գերլարումը հանգեցրեց նրան, որ նրա մարմնից քրտինքի կաթիլների նման արյան կաթիլներ էին դուրս գալիս և հոսում էին գետնին։ Ըստ երևույթին մեղքի բեռն այնքան ծանր էր ու այնքան ուժեղ էր ճնշում փրկչին, որ արյան կորստի հանգեցրեց։ Հենց դրանում էլ ի դեպ արտահայտվեց նրա սիրո ամենակարող զորությունը։ Ինչպես մի անգամ նկատել է Իսահակ Ամբրոուզը, չճեղքված ծառից ծորացող հյութն ամենալավն է։ Այդ անուշահոտ հինան սփռել էր իր բույրը, մտրակներից վիրավոր և մեխերով խաչին գանված։ Սակայն լավագույն բույրերը նրանցից տարածվել էր մինչ խաչի տանջանքները, առանց մտրակների, գամերի և մարմնական վերքերի։ Դա ցույց էր տալիս, որ Քրիստոսն ինքնակամ է տառապել։ Հարկավոր չէին մարմնի մեջ մխրճվող փշեր, արյունն ազատորեն հոսում էր։ Հարկավոր չէր նիզակով հարված, այն հոսում էր հոժարակամ։ Հարկավոր չէր գոռալ, ջրհոր, բխիր, այն հոսում էր վառ կարմիր հոսքով։ Ծանր տառապանքների պարագայում արյունն ասես գնում է դեպի սիրտը։ Գունատվում է դեմքը, կտրուկ տակարանում են ուժերը, վրա է հասնում ուշագնաց վիճակ։ Արյունը գնում է ներս, որպեսզի սնի փորձություն ապրող մարդու ներսը։ Սիրելիներ, բայց ուշադրություն դարձրեք Քրիստոսին։ Իր չարչարանքների մեջ նա այնքան էր մոռացել իր մասին, որ արյունը ներս հոսելու և իրեն սնելու փոխարեն դուրս էր հոսում ողողելով հողը։ Քրիստոսի օրհասը, երբ նրա կենսական ուժը թափվում էր գետնին, մատնանշում էր նվիրաբերության լիարժեքությունը, որ նա կատարեց մեզ համար։ Արդյոք մենք ընդունակ ենք ընկալելու նրա տառապանքների խորությունը, լսելու դրանց մեջ ասած արձագանքը։ Դուք դեռ արյուն թափելու չափ դիմադրություն ցույց չտվեցիք մեղքի դեմ պայքարում։ Օրինակ վերցրեք մեր մեծ դավանության առաքյալից ու քահանապետից։ Արյուն թափելու չափ դիմադրություն ցույց տվեք, բայց մի զիջեք ձեր հոգիների փորձառու գայթակղողին։